Ավելի քան 4000 հանգույցով, մոտ 1,5 մետր լայնությամբ ու 2 մետր երկարությամբ Սպահան տեսակի ծաղկազարդ գորգը հայ որբերի ձեռքի աշխատանքն է։ Ավելի քան մեկ դարյա հնության գործվածքը ցեղասպանությունից փրկված մանկահասակ աղջիկները ստեղծել են 2,5 ամսում։ Այն ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախորդ տարվա արժեքավոր ձեռքբերումներից է։ Ում է պատկանել, ինչ ճանապարհ է անցել, մանրամասներ հայտնի չեն, նվիրատուն գնել է վաճառքի առցանց հարթակից։ Հայ որբերը գորգը գործել են Լիբանանում, Ղազիր քաղաքում 1920-ականների սկզբին։ Նրանց Բեյրութից մոտ 30 կիլոմետր հեռավորությամբ գտնվող գյուղաքաղաք էին տարհանել 1922-ին։ Այդ օրերին Թուրքիայում սաստկանում էր Մուստաֆա Քեմալի քաղաքականությունը։ Ահագնացող բռնություններն ու ճնշումները սպառնալիք էին նաև հայ որբերի համար։ Հայկական կազմակերպությունները եւ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցը նպատակահարմար գտան երեխաներին, ինչպես հայ, այնպես էլ հույն եւ ասորի քրիստոնյա որբերին Օսմանյան կայսրությունից էվակուացնել եւ սկսվեց 1922 թվականի փետրվարից մարտ ամիսներին, որը շարունակվեց մինչեւ սեպտեմբեր ամիսը, մի լայնամասշտաբ գործողություն, որը հայտնի է որբերի էվակուացիա անունով։ Մանուկների տարհանումը շարունակվեց 8 ամիս, 132,000 քրիստոնյա երեխա փրկվեց թուրքերի ճիրաններից, մոտ 8000-ը ապաստան գտավ Ղազիրում։ Հայ որբերի տարհանում իրականացնում էր շվեյցարացի միսիոներ Յակոբ Գյունցլերը, որ հետագայում դարձավ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի հիմնած աղջիկների որբանոցի տնօրենը։ Ոչ միայն որբանոցի տնօրեն էր եւ նրանց խնամակալը, այլ նաեւ հոր, այսպես ասած, պաշտոնակատարը, որի համար որբուհիները նրանց սիրալիր կերպով դիմում էին Փափա Կյունցլեր։ Եվ Յակոբ Կյունցլերը նաեւ հետագայում այդ որբուհիներին ամուսնացնում էր իր նախընտրած, այսինքն իր կողմից հավանության արժանացած փեսացուների հետ։ 1923-ին Կյունցլերը որբանոցում հիմնում է գորգագործական ֆաբրիկա, որտեղ հայ որբերին սովորեցնում էին գործել, տալիս էին գորգագործի սերտիֆիկատ ու որակավորում։ Գոյության 6 տարիների ընթացքում այստեղ 1000-ից ավելի գորգ գործվեց եւ շրջանավարտ դարձան 1400-ից ավելի հայ որբուհիներ։ Ղազիրի եւս մեկ գորգ թանգարան ինստիտուտը ձեռք էր բերել ավելի վաղ 2017-ին նվիրատուն բեյրութահայ բժիշկ Հրայր Սրապյանը գտակում նշել է, որ անգամ ժամանակավոր ցուցադրության համար այն թանգարանի տարածքից չպետք է դուրս գա։ Հայ որբերի Սպահան տեսակի գորգերից մեկն էլ պահվում է Սպիտակ տան թանգարանում։ Որբուհիները 1925 թվականին գործեցին հայտնի որբ գորգը, որը երախտիկ ամերիկացի ժողովրդի նվիրաբերվեց ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին։ Պաշտոնավարման ժամկետը ավարտվելուց հետո տեղափոխվեց նրա բնակարան եւ նրա մահից հետո ընտանիքը որոշել է հանձնել Սպիտակ տան թանգարանին։ 570 սա որբերից Վերգին Ակոջանյանի համարն է, ավելի քան 100 տարեկան գոտկաշորը պատկանել է նրան։ Երբ որ սկսվում է Էրզրումի տեղահանությունը, նրանց 66 հոգանոց գերդաստանից փրկվում են ընդամենը 2 հոգի՝ Վերգինը եւ նրա քույրը Արեքնազանը, սակայն Քեմախի կոտորածի ժամանակ երկու քույրերը իրար կորցնում են։ Վերգինը այդ ժամանակ 11-12 տարեկան էր, իսկ քույրը 7-ից 8 տարեկան։ Եվ հետագայում վերագտնում են միմյանց 53 տարի անց։ Թուրքական յաթաղանից երկրորդ անգամ փրկված հայ պարմանուհիները որբանոցում ապրել են սուղ միջոցներով։ Այս սրվակն է դրա համար վկան, որբերի մեկ օրվա ուտելիքն է հում բրինձ 30-ից 40 գրամ։ Սևակ Վարդումյան, Սիմիկ Մայլյան, Էպիկենտրոն։